Վարչական ռեսուրսը, որ կիրառվել է Գյումրիում, սա պատմության մեջ պիտի լինի, բայց անգամ այս վարչական ռեսուրսով, անգամ այն տեղեկատվությունը, որ կար, որ բերել են հազարավոր ջավախքեցիներ գրանցել են, եւ մենք տեսանք նաեւ ընտրական փուլում, վերջի ժամերին, թե ինչպես մեքենաներով մարդկանց խմբերով տանում էին, նաեւ մարդկանց ձեռքերին տեսանք ցուցակներ անուններով, այս ամենով հանդերձ միասնական ընդդիմությունը հաղթեց եւ եթե հանենք այդ ամբողջ վարչական ռեսուրսը, այնտեղ մնում է զուտ սարիկի ստացած 2-3 հազար ձայնը, որը ակնհայտորեն ՔՊ-ի ձայնը չէր։ Այնպես որ բայց նորից եմ կրկնում, եթե ինչ որ մեկը մտածում է, որ Գյումրիում ժողովուրդը քվե է տվել միասնական ընդդիմությանը, որ Գյումրիում տանիք վերանորոգեն կամ ասֆալտ փռեն, իրանք խորապես սխալվում են։ Դա քվե է Նիկոլին մերժելու եւ Նիկոլին հեռացնելու գործընթացի։ Բացարձակապես մեկը չմտածի, որ ինքը դառնալու է քաղաքապետ, գնալու է սկսի աշխատել այս իշխանությունների հետ եւ ասի դե ես համայնքապետ եմ, պիտի համայնքային խնդիրներով զբաղվեմ։ Ամեն քվեն տրված ընդդիմությանը, իդեպ այդ մասին հայտարարում էին նաև բոլոր տեխնացուները, բոլոր տեխնացուների կարգախոսն ա եղել ոչ Նիկոլին եւ ոչ նիկոլիզմը, եւ այդ կարգախոսով էլ պիտի գնալ առաջ, որովհետեւ մեկ լոկալ տեղում հաղթան